Այդ դեպքերից հետո հանրային տարբեր արձագանքներ եղան կապված այն անձի գործունեության հետ, գործողության հետ, որը հաղորդում էր ներկայացրել։ Հա, պարզ ասենք, մի մասը հասարակության համարում է, որ ժողովրդախոսակցական լեզվով ասեմ ներողություն, սա գործ տալ է նշանակում, մյուս մասն ասում է, որ սա քաղաքացիական պատասխանատվության դրսևորում է։ Դուք ինչպես եք նայում այս հարցին։ Այս հարցը դուք տալիս եք մի պաշտոնատար անձի, ով օրենքով պարտավոր է ազդարարների իրավունքների պաշտպանությամբ զբաղվել։ Իհարկե, ես չեմ ասի, որ դասական առումով, հա, օրենսդրական կարգավորումների առումով հենց այս դեպքում գործ ունենք ազդարարման հետ, բայց միևնույն է, մենք պետք է կարողանանք երաշխավորել ընդհանրապես այս համակարգի գոյությունը եւ նաեւ համապատասխան անձանց իրավունքների պաշտպանությունը եւ դրա դիտանկյունից իրականում այն թույլատրելի է ընդհանրապես մեր հանրությունում արկա այդ ընդհանուր մտածելակերպը, որ որևէ երևույթի վերաբերյալ տեղեկատվությունն իրավասու մարմիններին փոխանցելը դա բացասական երևույթ է կամ նաև այն անձինք, ովքեր որևէ կերպ իրավասու մարմիններին տեղեկատվություն են հասանելի դարձնում, թիրախավորման առարկա չպետք է դառնան, սա միանշանակ անթույլատրելի է եւ դարձյալ ես սա ասում եմ որպես պաշտոնատար անձ, ով ի պաշտոնե պարտավոր է նաև զբաղվել ազդարարների իրավունքների պաշտպանությամբ։ Երկրորդ կարևոր հանգամանքը, որ այստեղ պետք է նկատի ունենալ, այն է, որ ըստ էության իրավասու մարմիններին տեղեկատվություն փոխանցելը եւ դրանից հետո իրավասու մարմինների գործողությունները պետք է միմյանցից տարանջատել, որովհետեւ ըստ էության քաղաքացին ընդհանրապես տեղեկատվություն փոխանցողն է եւ պետական իրավասու մարմիններն են պարտավոր նախ հասկանալ, թե արդյոք կոնկրետ տեղեկատվության հետ կապված աներիք ունի պետական մարմինը, թե չունի, ինչ ձևաչափով նա իր այդ անելիքը պետք է իրացնի, որովհետև ըստ էության իրավունքների երաշխիքների ապահովումը սա համընդհանուր պարտականություն է բոլոր իրավասու պետական մարմինների համար։ Դուք իհարկե հարցը հնչեցրիք ավելի անձանց թիրախավորելու դիտանկյունից, բայց մեր մշտադիտարկման արդյունքները ցույց էին տալիս, որ նաև կային շատ այսպես ճանաչում ունեցող այդ թվում հանրային գործիչներ, ովքեր խոսում էին այն մասին, որ օրինակ այս տեսակի հասարակական կազմակերպությունները ճիշտ գործունեություն չեն իրականացնում, իրենց պետք է փակել, ապագայում ավելի լավ հասարակական կազմակերպությունների դաշտ կձևավորենք, սա եւս անթույլատրելի խոսույթ է։ Այո, եւ սա ընդհանրապես անթույլատրելի խոսույթ է, որովհետեւ իհարկե մենք կարող ենք քննադատել ցանկացած կազմակերպության անհատի գործունեություն, բայց բնականաբար այսպես մենք կարող ենք ռեալ քննադատություն իրականացնել այն դեպքում, երբ օրենքից դուրս կամ հակաօրինական արարքի հետ մենք գործ ունենք, բայց տարբերակել անձանց ոճերը, եթե հակաիրավական արարք ըստ էության գոյություն չունի եւ դրա հիման վրա ասել, որ այս ոճը մեզ դուրեկան չէ, հետեւաբար մենք հետագայում ավելի լավ հասարակական կազմակերպություններ կձևավորենք, սա ավելի վտանգավոր երևույթ է եւ այս դիտանկյունից պետք է նաեւ արձանագրել, որ Հայաստանում այսօր կան նույնիսկ անհատներ, ովքեր իրենց դիրքավորում են որպես իրավապաշտպան կամ կազմակերպություն որոնք իրենց որպես իրավապաշտպան են դիրքավորում, բայց միայն նրանց խոսույթը օրինակ հակաիրավական է, այսինքն ամբողջությամբ հակասում է մարդու իրավունքների չափանիշներին, օրինակ խտրական խոսույթ է իրենից ներկայացնում եւ այլն, եւ ես չգիտես ինչու երբևէ չեմ լսում որևէ քննադատություն, այդ թվում այդ նույն հանրային գործիչների կողմից, նույն միջավայրերի կողմից, որ օրինակ նշված կազմակերպությունների կամ անհատների խոսույթն ինքնին մարդու իրավունքների չափանիշներին հակասող է, հետեւաբար ես շատ կարեւոր եմ համարում, որպեսզի առաջինը մենք կարողանանք այդ թվում ազդարարման համակարգի հետ կապված, իհարկե դարձյալ էստեղ դասական այդ համակարգի հետ գործ չունենք, բայց տրամաբանությունը, հա, որպես այդպիսին այդ է, պետք է կարողանանք պատշաճ միջավայր ձևավորել եւ նաեւ մարդկանց իրավունքների պաշտպանությունը պատշաճ երաշխավորել, մենք կարողանանք միմյանցից տարանջատել իրավունքների չափանիշներին հակասող գործունեության տեսակները, որոնք շատ դեպքերում իրականացնում են այդ թվում իրենց որպես իրավապաշտպան դիրքավորողներ եւ այո, այստեղ բոլորս պետք է խոսենք այն մասին, որ դա խնդրահարույց երևույթ է, բայց նաեւ մենք չստեղծենք այնպիսի միջավայր, որտեղ պարզապես մենք ինքներս որոշենք, հա, թե որևէ մեկի ոճը մեզ դուրեկան է, ուրեմն պիտի գործի, որևէ մեկի ոճը դուրեկան չէ, ուրեմն չպիտի գործի։